Արհեստական բանականության արդյունավետ կիրառում, օբյեկտների ճշգրիտ ֆիքսացիա, փաստագրում եւ վերահսկում, հեռահար տեսանելիություն, անբարենպաստ եղանակային պայմաններում աշխատունակություն եւ ամենակարևորը՝ անվտանգային բարձր մակարդակ։ Սրանք այն հիմնական տեխնիկական բնութագրիչներն են, որոնք առանձնացնում են այն անօթաչու թռչող սարքերը, որոնցով այս տարվա ապրիլին համալրվել է ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Դրոնների տեխնիկական հնարավորություններին, առանձնահատկություններին եւ գործառութային կիրարկելիությանը ծանոթանալու, ինչպես նաեւ դրանց գործարկումը տեղում իրական ժամանակում դիտարկելու նպատակով դեկտեմբերի 1-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում անցկացվել է միջգերատեսչական հանդիպում։ Անօթաչու թռչող սարքի կառավարումը Երևանից, գործողությունների իրականացումը Վանաձորում։ Մասնագետները օպերատիվ կառավարման կենտրոնում ծանոթանում են անօթաչու թռչող սարքերի ամբողջական հնարավորություններին եւ տալիս հստակ հրահանգներ։ Կարող ենք սկսել թռիչքը, բարձրանում ենք մինչև 200 մետր եւ շարունակենք մեր տրված թռիչքով։ Հիմա կփորձենք հայտնաբերենք ինչ-որ մեքենա եւ ձեզ ցույց տալ պետհամարանիշները։ Շարժվում ենք դեպի երկրորդ կետ, որը Վանաձորի կենտրոնական հրապարակն է։ Կտեսնենք, թե ինչպես է աշխատում արհեստական բանականությամբ հագեցված տեսախցիկները։ Միաժամանակ մեր գործընկերների աշխատանքն ենք վերահսկում։ Հիմա իրան հետապնդող պարեկին ՕԿԿ-ն ստեղից կարա հստակ հաղորդի, էլի գործողությունները նույնիսկ եթե պարեկի տեսադաշտում չի։ Սպարտեք Փակbaşնետիրական ընկերության տեխնիկական տնօրեն Արման Խաչատրյանը վստահեցնում է, արհեստական բանականությամբ համալրված ժամանակակից անօթաչու թռչող սարքերի տեխնիկական հնարավորությունները համապատասխանեցված կոնկրետ ծառայությունների պահանջներին կարող են նպաստել պետական մարմինների օպերատիվ արձագանքման, կանխարգելիչ աշխատանքների եւ անվտանգության ապահովման արդյունավետությանը։ Նրա խոսքով աղետների ռիսկի կառավարման համատեքստում արհեստական բանականությամբ եւ ջերմատեսողական համակարգերով համալրված այս սարքերը կարողանում են հայտնաբերել եւ ֆիքսել կրակի աղբյուրներ, հրդեհի օջախներ, ինչպես նաեւ տարանջատել նավակները, տրանսպորտային միջոցները եւ այլ տեխնիկական օբյեկտներ։ Դրոնը կարող է աշխատել մինչև 35 րոպե, մաքսիմում բարձրությունը ծովից 4000 մետր բարձրության վրա, կատարել բազմակի դիտարկումներ, հագեցված է արհեստական ինտելեկտով ինտեգրված բարձր որակի տեսախցիկներով, ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային տեսանելիության համար։ Տեսախցիկ զումի հնարավորություն ունի, ինչպես նաև 160 հիբրիդային, այն լայն կիրառվում է Չինաստանում, շեշտադրումը առաջինը դրված է հենց անվտանգային նորմերի վրա։ Փակbaşնետիրական ընկերության տնօրեն Հրայր Քամալյանն անդրադառնալով անօթաչու թռչող սարքերի արդյունավետությանը նշել է, որ դրանց կիրառումը պետական կառավարման համակարգում, մասնավորապես ուժային կառույցներում, առավել նպատակահարմար է, քանի որ ներդրված խելացի տեխնոլոգիաների շնորհիվ ապահովում է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության կոդավորումն ու հասանելիությունը միայն իրավասու գերատեսչությանը։ Մասնավորապես օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից արդեն իսկ օգտագործվող դրոնների արդյունավետությունը նաև հիմք է հետագայում դրանց կիրառումն ընդլայնելու։ Ներքին գործերի նախարարությունը արդեն օգտագործում է մեր կողմից առաջարկվող ԱԹՍ-ները, հետագա քայլերում նախատեսում ենք ԱԹՍ-ների ավտոնոմ կայաններ տեղադրել տարբեր մարզկենտրոններում, որը թույլ կտա մինչև 1 րոպե ժամանակում օդում ունենալ ԱԹՍ-ը, որը թույլ կտա իրականացնել փաստահավաքչական աշխատանք, տիրապետել իրավիճակին տեղում անկախ հեռավորությունից։ Autel Robotics ընկերության Եվրոպական միության տարածաշրջանի վաճառքի մենեջեր Ադամ Ֆուվեյը բարձր գնահատելով ներքին գործերի նախարարության հետ համագործակցությունը անդրադարձել է անվտանգային ժամանակակից համակարգերի ներդրման կարևորությանը եւ ընդգծել, որ այն թույլ է տալիս զարգացնել նոր տեխնոլոգիական լուծումներ, օպտիմալացնել գործընթացները։ Հայաստանյան գործընկեր Սպարտեք ընկերության հետ համագործակցությունը սկսվել է 2023 թվականից։ Այդ ընթացքում իրականացրել ենք մի շարք նախագծեր մեր նորագույն դրոնները մատակարարելով ներքին գործերի նախարարությանը։ Դրական արձագանքները մեզ կրկին բերել են այստեղ լսելու լրացուցիչ կարծիքներ, հասկանալու իրական կիրառական կարիքները, կատարելագործելու տեխնոլոգիական լուծումները եւ գտնելու այն ուղիները, որոնք կարող են առավել արդյունավետ դարձնել մեր հաճախորդների աշխատանքը։ Հուսով եմ, որ առաջիկայում մեր ամբողջական ինքնավար թռիչքային համակարգի կիրառումը ընդլայնվելու է Հայաստանում։ Մասնավորապես իրավապահ կառույցներում ամրապնդելով ինչպես տեղական օպերացիոն կարողությունները, այնպես էլ մեր չինական ընկերության եւ հայկական իրավապահ մարմինների համագործակցությունը։ Միջգերատեսչական հանդիպումը, որին մասնակցում էին ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, շրջակա միջավայրի նախարարության, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, եւս մեկ անգամ արձանագրեց պետական կառավարման ոլորտում ժամանակակից թվային տեխնոլոգիաների ինտեգրման կարեւորությունը գործընթացներին առավել արդյունավետ, անվտանգ եւ վերահսկելի դարձնելու տեսանկյունից։